Բարև ձեզ, առաքելությամբ կին հաղորդման հյուրն է այսօր, սննդաբան դիետոլոգ խորհրդատու Մարինե Գևորգյանը։ Բարև ձեզ։ Ողջույն Արինա ջան։ Մարինե ջան, պատմեք մի փոքր ձեր մասին։ Շնորհակալ եմ հրավերի համար, շատ ուրախ եմ Արինա ջան, եւ ողջունում եմ ձեր գործունեությունը, որ դուք բացահայտում եք կանանց եւ իրենց առաքելությունը։ Հիմա պատմեմ մի փոքր իմ մասին։ Ես որպես մասնագիտություն դա վերջի տարիներն է ակտուալացել, նորարարություն է, հա, այսպես առհասարակ ամբողջ աշխարհում եւ ամբողջ կյանքում չնայած ես զբաղվել եմ առողջության հետ, սիրել եմ այնց լավ մարզվելը, սիրել եմ առողջ ապրելակերպը, բայց միշտ ուտելիքին, հա, սննդին այդքան կարևորություն չենք տվել, չենք իմացել իրականում թե ինքը ինչի իրանից ներկայացնում, բաղադրությունը եւ COVID-ից հետո ամենաակտուալ հարցը, որ մարդը հենց սննդից է իր սննդանյութերը ստանում եւ այդ սննդանյութային պակասից, որից իմունիտետն է ցածր, աշխարհում տեսանք ինչ կատարվեց։ Եվ առհասարակ հիմա մեծ տենդենս է նկատվում առողջության, ինչքան առողջության բժշկական բնագավառում, հա, զարգացումներ է գնում, բայց միևնույն է առողջությունը մի քիչ ավելի շատ է սկսում այսպես խնդիրներ առաջացնել եւ այդպես որոնելով գտա դեպի ճանապարհը նուտրիցիոլոգիան, դիետոլոգիան։ Շատ լավ։ Ինչ է դիետոլոգիան եւ կա արդյոք տարբերություն սննդաբանի եւ դիետոլոգի միջեւ։ Նախ նուտրիցիոլոգը, սննդաբանը, դա մի քիչ հայերեն, հա, սննդաբանը մի քիչ ավելի սահմանափակ է թարգմանվում, նուտրիցիոլոգը դա եւ սննդանյութերի եւ սննդի հետ աշխատող մասնագետն է, որ ինչպես բժիշկները, այնպես սննդաբանների մեջ էլ կան տարբեր ուղղություններ, որոնք որ արդեն հիմա զարգանում են, դրանք մի փոքր ավելի ուշ կբացատրեմ, իսկ դիետոլոգիան ինքը կա բժիշկ դիետոլոգ եւ կա դիետոլոգ խորհրդատու։ Բժիշկ դիետոլոգները լուծում են արդեն այդ հրատապ հիվանդ մարդու սուր վիճակի, հա, հարցերը եւ առողջական, դեղորայքային եւ բալանսավորված սննդակարգով որոշ հիվանդությունների արկայության ժամանակ սահմանափակում են ինչ մթերքներ։ Իսկ դիետոլոգ խորհրդատուն ընտրում է այն սննդակարգերը եւ ռեժիմը, ռիթմը, որը որ համապատասխանում է անհատապես մարդուն։ Այսինքն ինչը սահմանափակի, որ մթերքներ, որտեղ տարբեր ասես գենետիկորեն եկած նախատրամադրվածությամբ օրգանիզմները տարբեր հակումներ ունեն։ Օրինակ ոնց որ օրգանիզմ կա կետոդիետան կարողանում նորմալ տանել, օրգանիզմ կա ինքը համարդը կարողանում է հեշտ տանել միջերկրածովյան, կա ավելի պալեո, այնտեղ տարբեր տեսակի, հա, ավելի թեթև կամ ընտրվում է իրեն համապատասխան կամ ադապտացվում է մի քանի սննդակարգերը եւ ընտրվում է իրեն անհատականացված սննդակարգը։ Բարձ է։ Իսկ բոլորը հիմա շնչտառապում են այդ մտքով, ուզում են նիհարեն գեղեցիկ լինեն։ Սենց մի հատ ընդհանուր հարցն եմ, ինչի՞ց է ավելանում քաշը մարդու։ Առհասարակ քաշի ավելացման պատճառները շատ տարբեր են։ Նույնիսկ դեպք չկա, որ մի պատճառ լինի, միշտ մի քանի պատճառներ են լինում։ Պետք է գտնենք պատճառը, թե ինչից է մարդը ավելացրել քաշը։ Ամենատարածված պարզ պրիմիտիվը դա ոչ բալանսավորված սննդակարգը։ Վերցնենք մարդը նորմալ է, առողջ է, ոչ մի խնդիրներ չունի, բայց սնվում է ոչ բալանսավորված, իսկ բալանսավորվածության համար ափսե կա, դա հարվարդյան ափսեն է, որը որ ինտերնետում շատ հասանելի է, բոլորին մատչելի, կարող են ընտրել այդ տեսակը։ Մարդը քիչ ուտելուց է քաշ ավելացնում, որովհետև նյութափոխանակություն է դանդաղում, հորմոնալ ֆոնն է խախտվում, դրա հետևանքով լիքը տարբեր տեսակի խնդիրներ են առաջանում։ Կա ուղղակի դեֆիցիտային, կա սննդային վարքի խանգարումների հետ կապված, տարբեր են պատճառներ, կա հորմոնալ ֆոնի հետ կապված կամ յուրացման հետ, ասենք երկար դեֆիցիտի հնարավոր է լինի կամ ռեցեպտորները նորմալ չաշխատեն ներծծման, յուրացման, տարբեր մեխանիզմներ այդտեղ կարող ու մի քանի բան իրար հետ։ Իսկ ինչպես ճիշտ սնվել եւ հեշտ նիհարել, համեղ ուտել եւ նիհարել։ Իրան հակասող բաներ են, բայց պատկերացրեք, որ համեղ ուտելը ինքը հենց իրականում ասոցացվում է ճիշտ սննդի հետ։ Բացատրեմ։
Երբ որ մեր ռեցեպտորները վնասված են կամ խաբված են կեղծ սննդով, ինչպես մենք ենք սիրում ասել, նուտրիցիոլոգ դիետոլոգներս, սննդային աղբով, սննդային աղբը դրանից կարող է լինել եւ այդտեղ հավելումները տարբեր տեսակի, իսկ ամենաշատ մեծ ծանոթը դա շաքարավազն է, որ ինքը ռեցեպտորները բթացնում է եւ դրանից հետո ընկալել բնական մթերքի համը արդեն ճիշտ չի զգացվում։ Այո, որ մարաթոններ են անցկացնում, օրինակ մի շաբաթ կամ կոնկրետ ինչ-որ մի ընթացք, բացառում ենք ուղակի ոչ թե քաղցրը, այլ բացառում ենք շաքարը հետ։ Մրգերով, բնական մթերքներով ենք փոխարինում, այդ քաղցրը եւ ադապտացնում ենք բալանսավորվածության, իդեպ ասեմ, քաղցրի հակումը նաեւ լինում է սպիտակուցի ոչ բավարար քանակությունից սննդակարգում, եւ որ դա բալանսավորում են, արդեն այն քաղցրը, որ մենք օգտագործում ենք, մեզ համար նորմալ քաղցր է դառնում։ Նույնիսկ ավելի քաղցր, արդեն մրգի համեր, այդ որ մրգերից է, չէ, այս միրգ ավելի քաղցր է, նայած թե որից հետո է ուտում, շլորից հետո ավելի քաղցր է լինում, թեկուզ թթուխնձորը։ Այնպես որ ռեցեպտորները, հա, դրանք կարգավորվում է նոր համային զգացողությունները, այդպես կարողանում են կառավարել, այդ ամենաառաջին պարզ քայլն է։ Որքանով են արդյունավետ ժամանակակից դիետաները, դետոքս ծրագրերը, կետո դիետաները, շատ դիետաների տարատեսակ ընտրություն կա, ուզում եմ հասկանամ որն է դրանցից արդյունավետ ըստ ձեզ։ Տեսեք, դետոքս ծրագիրը, ես ձեզ մի հատ գաղտնիք ասեմ, առհասարակ մեր օրգանիզմը, մարդու օրգանիզմը դետոքսի կարիք չունի։ Մարդու օրգանիզմում ամեն ինչ իդեալական է եւ դետոքսիկացիոն համակարգը, լյարդը, երիկամները կամ առհասարակ արտազատման բոլոր, հա, դետոքսիկացիոն ֆունկցիա կատարող օրգան համակարգերը իրենք իդեալական են աշխատում։ Եվ դետոքս ծրագիրը, երբ որ առհասարակ դետոքս ծրագիրը ինքը մեծ 4 էտապանի ծրագիր է։ Բայց այն բեռնաթափում, տրամադրվածություն, հակացուցումներ, հա, երբ որ պետք է գաս այդ բուն, այդ հյութերին եւ այդ հյութերից մի հատ միկրոֆլորան են վնասում, բայց դա պետքա լինի մասնագետի հսկողությամբ, պետքա դրան աստիճանաբար գալ, դրանից առաջ այդ օրը պետք է բալանսավորել, պետք է նաեւ քնի ռեժիմը դրա կարգավորվի, դա 7 օրվա, սովորաբար մաքսիմում 10 է լինում, կարող է լինի 1 օր, նույնիսկ 1 օր սովածության է լինում, միայն ջրով է լինում, կարող է ջրով լինի, կախված դե դուք ինչ խնդիրներ ունեք, եթե ուղղակի միանգամից անցնում եք 7 օրվա ինչ-որ դետոքս սմուզիների, հյութերի, այդ ժամանակ դուք չգիտեք ձեր օրգանիզմի ներսում ինչ կա, ցանկացած բան կարաք միանգամից խթանել, ու դրանից հետո ի հայտ է գալիս ձեր ժառանգականությամբ տրված լուրջ հիվանդությունները, նույնիսկ եթե դուք չգիտեք քարեր ունեք լեղապարկում կամ երիկամներում, կարող եք մի հատ շարժել ու բերել վատ ելքերի, այո, լուրջ խնդիրների կարող եք բերել, դրա համար այդ դետոքս սմուզիները իրենք պետք է լինի մասնագետի հսկողությամբ ու հետո ասեմ, երբ որ հյութը քամում են, 15 րոպեից հետո մի որոշ մասը ոչնչանում է, ինքը տենց մի քանի ժամից հետո դառնում է ուղղակի այնպես որ հեղուկ, ոչ մի ավել բան, իսկ ավելավը դրա փոխարեն ջուր խմել։ Կետո դիետաների մասին էլ ասեմ, այնտեղ կետո դիետան շատ ճարպերի քանակություն է պարունակում, քիչ աստղաջրեր, որ անցնում են կետոնների վրա է օրգանիզմը աշխատում։ Դա պետք է մշտական պահել, երբ որ այդ փուլը փոփոխություն է, հա, ենթարկվում, դա նաև ոչ բոլորին է կարելի, այնտեղ լիքը հիվանդություններ կան, որ կարող են թաքնվածներ ու դա ճակատագրական կարող է։ Ճնշման խնդիր ունեցողների շատ ճնշման խնդիր ունեցողները առավել եւս իրավունք չունեն ինքնուրույն կտրուկ դիետաներ ասեն։ Դուք չեք կարող ձեր օրգանիզմը փոփոխել, հա, ոնց որ մեքենաները յուրաքանչյուր իր վառելիքի տեսակը ունի, չեն կարող, հա, կոնկրետ հարմարեցնել, բայց ամեն դեպքում պետք է ընտրվի համապատասխան, միգուցե ավելի թեթև պիտի լինի, ճարպերի քանակը ճիշտ ընտրվի։ Եվ այնտեղ հետո կա մյուս տարբերակ, որ ճարպերն են կրճատում ավելի արագ նիհանել, սուշկաներ, այսպես ասված, այդ դեպքում էլ հորմոնալ խանգարումներ, ցիկլի խանգարումներ, անպտղություն, նման բաներ էլ շատ լինում։ Այսինքն ճիշտ ընտրության համար հենց արդեն պետք է դիմել խորհրդատու դիետոլոգին։ Այ, այստեղ խորհրդատու դիետոլոգը ընտրում է իր դիետան, համապատասխան ադապտացնում իր ոճին, իր նախասիրություններին,
ու դրանից հետո հսկում հետը միաժամանակ ուղեկցում քայլում վարում եք այդ այո, վարում ենք ընթացքը, մինչև սովորում է արդեն, բայց ընթացքում նաև ուսուցանում եմ, որ ինքը ճանաչի եւ մթերքը եւ իր օրգանիզմը, իր անհատականության մոտեցումը սննդին, սննդանյութերին, որից հետո արդեն ինքը ոնց որ քայլում է, թողում է ժամանակ եք վարում, այսինքն ինչ որ ժամանակահատված կա։ Տեսեք, եթե լինում է ուղղակի ուզում են սովորել, խնդիր չունեն, դա լավագույն տարբերակը 3 ամիս է։ Լավագույն, միջի, ամենակիչը։ Իսկ եթե դրան զուգակցվում է ալերգիաները, օրինակ, երբ որ ալերգիաների հետ ենք աշխատում, լակտոզ անտանելիության, գլուտեն անտանելիության, երկաթ դեֆիցիտ, հորմոնալ խանգարում, դրանք մինչև գալիս ենք նաև անալիզներով, ցուցանիշներով բերում ենք բալանսի, որից հետո գտնում ենք ադապտացված իրեն ճիշտ հարմարեցված ծրագիրը ու արդեն ինքը սկսում է շահագործել իր օրգանիզմը ճիշտ։ Իսկ Մանե ջան, ինչ խորհուրդ կտաք տնային տնտեսուհիներին, ովքեր սպորտով հնարավորություն չունեն, բազմազավակ մայրեր են, չեն հասցնում ոչինչ, ոչ սպորտով են կարողանում զբաղվել, ոչ դիետաներով։ Ու կարծեմ թե թանկ է ավելի, երբ որ սկսում ես դիետա պահել, դիետայի համար նախատեսված սնունդը կարծես թե ավելի թանկ է։ Տեսեք, դա նախասիրության հարց է։ Բնական ուտելիքները թանկ չեն։ Կաղամբը, գազարը պարտադիր չէ ավոկադո ուտեն, բայց դրանք բոլորը ամեն ինչը ունի համապատասխան մատչելի տարբերակներ։ Ես որպես նուտրիցիոլոգ եւ նուտրիցիոլոգը ինքը կազմում է ընտանեկան։ Արդեն այս դեպքում մայրիկի հետ աշխատում ենք ընտանեկան եւ երեխաների հետ ադապտացնում ենք, կարող են չափաբաժինները տարբեր լինել, սպիտակուցի, ճարպի եւ ածխաջրերի, բայց նույն մթերքներից լինի։ Այսինքն չափաբաժիններն է տարբեր լինում, մի քիչ տարիքային առանձնահատկություններ էլ ենք հաշվի առնում մի փոքր, բայց մնացած առումով իսկ ֆիզիկապես աշխատելը ես չեմ կարծում ինչ որ բազմազավակ մայր որ պարապ լինի։ Ուղղակի այնտեղ մի քիչ նրբություններ, չէ, նրբություններ, խորամանկություններ կան, այսպես լայֆ հակեր կան, որոնք ես որպես տնային տնտեսուհիներ կարողանում եմ ադապտացնել իրենց առօրյա աշխատանքի հետ, որոնք վերածվում են վարժությունների, բայց ուղղակի տան աշխատանքի հետ։ Իսկ ինչու են 40-ից հետո, մոտ 40 տարի, 40-ի եւ 40-ից բարձր կանայք ավելի դժվար նիհարում ու շատ արագ քաշ են հավաքում։ Այ առհասարակ ոնց որ ժամկետ այսպես ասեմ, հա ճակերտավոր 40 տարին է, կնոջ համար շատ ճակատագրական ասեմ թե ինչ, շատ բեկումնային է 40 տարեկանը, տղամարդկանց համար ոչ։ Բնության մեջ կինը առաքելություն ունի պտուղ տալու պտղաբերության 40-ից հետո արդեն պտղաբերության համար որպես այդպես իհարկե բնության համար մենք դառնում ենք առոչինչ կանայք եւ ինքը բոլոր մեխանիզմները սկսում են մեզ ուտիլիզացնել սկսում է հորմոնալ փոփոխություններ 40-ից հետո հորմոնային դաշտը կախված թե ինչպես է ապրել, ինչպես է առողջությունը եղել եւ այլն, ըստ դրա արդեն նայած ինչ կտրուկ, հա, ինչ արագությամբ է լինում այդ հորմոնալ փոփոխությունը եւ արդեն այդ հորմոնալ փոփոխությունների ֆոնի վրա որոշակի նյութեր սկսում են օրգանիզմում չարտադրվել։ Երբ որ չի արտադրվում կնոջ օրգանիզմում մկանախոդային այդ հենաշարժունակարապանում որոշակի սկսում ոսկորների, հոդերի քայքայում եւ դա մենք կարող ենք ուղղակի ճիշտ մոտեցումով անել։ Իսկ կանանց մոտ դա կտրուկ է, տղամարդկանց մոտ ամեն տարի լինում է 1-2 մաքսիմում 3% փոփոխություն, այսպես որպես ծերացման, հա, ռեպրոդուկտիվ սերունդ տալու։ Համար տղամարդը կարող է 70 տարեկանում երեխա ունենալ, կինը չի կարող։ Դա բնությունից է տրված ու առողջ միջև այդ տարիքն է համարում ու դա բնական է լինում մի քիչ։ Մարինե ջան, ես որպես քաղցրակեր հարց ունեմ անձնական, ինչով կարելի է փոխարինել քաղցրը, որտեվ իրականում այդքան էլ օգտակար չի եւ մաշկի համար եւ առողջության համար այդ ամեն ինչը գիտակցելով, բայց չեմ կարողանում ինձ օրինակ սահմանափակել այդ հարցում։ Տեսեք, քաղցրը ինքը ամենաարագ ծերացնող մթերքն է։ Այդ ամենաշատ հայտնի, բայց քաղցրի հակումը մի քանի պատճառներ ունի։ Դրանցից ամենատարածվածներն եմ ասում, երկաթի դեֆիցիտը, դա կարող է անեմիա չլինի, բայց լինի դեֆիցիտ հետ երկաթի,
դա կարող է լինել նաև ֆերրիտինի կամ տրանսֆերինի այնտեղ նայած, հա, ներսում ինչ խնդիր կա։ Հենց երկաթ դեֆիցիտը, թաքնված կամ բացահայտ, այսպես ասեմ։ Մեկը դա է, մյուսը ամենատարածվածը սպիտակուցների ոչ բավարար քանակը սննդակարգում։ Սպիտակուցների մասին այնքան շատ են խոսում, պրոտեինները այնքան շատ են օգտագործում, բայց ճիշտ տարբերակը սպիտակուց ուտելը եւ երկու աղբյուրն էլ օգտագործելն է, եւ կենթանական եւ բուսական։ Մի գաղտնիք էլ ասեմ, ինչքան տարիքը մեծանում է կանանց մոտ, ճիշտը դեպի բուսական կենթանական սպիտակուց քչացնելը ավելի ճիշտ է, այսպես ասած, ինքը, բայց սպիտակուցը ու յուրացումը, բայց սպիտակուցը պետք է յուրացվի համապատասխան բանջարեղենի բջջանյութի հետ։ Այն նաև շատ լուրջ խնդիր է բջջանյութի պակասը։ Ու մեկ էլ ասեմ, կանդիդոզը սնկերն են շատ սիրում։ Այդ պետքա բալանսը։ Դա կարելի է բացահայտել արդեն անալիզների։ Չէ, միայն անալիզների չէ, ես մատ շատ նուտրիցիոլոգներս շատ ուժեղ գործիք ունենք սննդային օրագիր հասկացողությունը։ Սննդային օրագիրը վերլուծելուց հետո արդեն այդ գաղտնիքները սկսում են բացվել, նոր անալիզներ նշանակում է, թե չէ աշխարհի բոլոր անալիզները պետք չի հանձնել։ Իսկ ինչի՞ց է, որ երբ որ օրինակ մարդիկ երբ որ պահում է դիետա, կարծես թե ավելի անտրամադիր է դառնում։ Երբ որ սահմանափակում է իրեն սնունդի մեջ, ինչի՞ց է, որ երբ որ մենք համեղ սնվում ենք, մեր տրամադրությունը բարձրանում է։ Գիտեք, այդ սահմանափակելը ես իմ մոտ իմ պացիենտներ, իմ հաճախորդների, ում որ ուղեկցում նման հասկացողություն չունենք։ Սահմանափակել կարող ենք սահմանափակել, օրինակ, եթե ունենք հակականդիդոզ կամ պոլիկիստոզ զվարանների, հա, վարում ենք, որոշակի առողջ մթերքներ կամ ալերգիաների դեպքում դրանք հանում ենք, բայց խնդիրը լուծելուց հետո դա բերվում է ռացիոն պարտադիր ու բալանսավորում ենք։ Իսկ դիետան ինքը սահմանափակում է, հենց այդ բառը ես սկզբից էլ ասեցի, պետք է ընտրել սննդակարգ, պետք է լինի համեղ, պետք է լինի բալանսավորված, ես այնտեղ շատերին ձեռքի չափման մեթոդը, ուղղությունը կա, եթե դա բալանսը չեք պահում, ինքը չի կարող միշտ մի կողմի են գնում ու այդտեղ խախտվում է, դրա համար դրանից իրանք չգիտեն ինչ են օգտագործում, սնունդը չգիտեն ինչից է բաղկացած, գրելուց հետո իրանք չգիտեն, իսկ ավելի հեշտ լինելու կալորիա հաշվելու համար, այնտեղ հիմա արհեստական բանականությունները, չէ, արագ 1600 կիլոկալորիան հաշվում են դնում են, վարունգ չգիտեմ ինչ եւ այլն, չէ, միատոն մթերքներից էլ այդպես խնդիրներ լինում, չի կարելի։ Ուղղակի պետք է հասկանաք, որ խումբը ինչ է, չէ, որ հյուր եք գնում կամ չեք լինում, պետք է կարողանաք հասկանալ դա ոնց է։ Հա, իհարկե։ Ցանկացած այդ մթերքները պիտի հասկանանք ուղղակի։ Իսկ մի փոքր խոսենք դեպրեսիայից։ Դեպրեսիան կարծեմ նույնպես ազդում է շատ, ոմանք գիրանում են դեպրեսիայից, ոմանք նիհարում են։ Այ ինչն է, ինչի՞ց է դա։ Դեպրեսիա։ Չկան մարդիկ, ովքեր ասում են ընկճախտ։ Հա, մեր լեզվով ասած։ Հիվանդություն չի, ընկճախտ ինքը կարող է տարբեր պատճառներով լինի։ Տեսեք, նույն կա սպիտակուցի ու թթվածնաքաղցի այդ հեմոգլոբինի հետ կապված։ Սպիտակուցն ու թթվածնաքաղցը նախ շնչելու հետ է կապված, մյուսն էլ պետքա լինի հեմոգլոբինը այդ սպիտակուցը, որ պետքա թթվածինը տանի բջիջին, այդ մի կողմ։ Մյուսը սնկային այդ կանդիդոզի ֆոնը, պարազիտար ֆոնը կարա լինի։ Մյուս պատճառը կարա լինի որոշակի B խմբի վիտամինները, որոնք կանաչը մեր սննդակարգում պակասում է։ Մյուսը կարա լինի փորկապությունը, մյուսը կարա լինի փոլուծությունը։ Ինքը տարբեր պատճառներ կարա լինի։ Դրա համար դեպրեսիա հասկացողություն չէ, մենք ասենց ենթադրում ենք իրան կյանքը նորմալ է, հա չկա արտաքին գործոն, ծեծողամուսին, խոսացող, չգիտեմ, ինչ որ աշխատանքային բնույթի կամ երեխան հիվանդ է մի քանի օր չիկն է կամ նոր է ծննդաբերել, դա օրգանիզմի վերականգնման փուլ պետք է անցնի մասնագետի հսկողությամբ, այդ շատ կարևոր է, որ հետագայում վիժումներ չլինի կամ քաշի հետ կապված այս շատ կա, չէ, որ նաև չբերության ժամանակ, անպտղության ժամանակ, այսպես ասենք, նույնիսկ նշանակում են անալիզները ամեն ինչ նորմալ է, բերում են նորմալ ամեն ինչի, բայց քաշը խնդիր ունի։ Այդ դեպքում աշխատում է, պետք է այդ բալանսը կարողանաս գտնես, որ անհատական էլի անհատական բալանսը պետք է գտնվի, անհատականացած, որ կարողանանք այդ ամեն ինչը իրար տեղում օղակում աշխատացնենք։ Իսկ որ տարիքի պացիենտներն են ձեզ դիմում։ Ես եւ մանկական նուտրիցիոլոգ դիետոլոգ եմ, այսինքն դա առանձին տարեկանից սկսած։
0 տարեկանից։ Դե 0 կրծքով կերակրման փուլ է, Մոր հետ եք մայրիկի հետ։ Եթե կրծքով կերակրման փուլ է, ես մայրիկի հետ աշխատում եմ այդ գազիկները հետ, որ լինում է այդ, որ կոլիկները, որ ասում են, այդ փուլը շատ հանգիստ ենք անցնում մոր հետ աշխատելով։ Եթե երեխան ասում է հավելյար սննդի, դե իհարկե մանկաբույժները հիմա մեր շատ լավ են աշխատում, բայց մայրիկի հետ պետք է կարողանանք այդ անքնության պահերը ճիշտ աշխատենք, որ նաև ինքը նյարդային հուզական պահը նորմայի մեջ լինի, որ երեխան էլ նորմալ լինի այդ վիճակով, հա։ Նո, արդեն տեղ ու տարբեր տարիքային խմբի երեխաների հետ անհատական մոտեցման, որովհետև հիմա այդ մեր երեխաները, փոքրիկները շատ, ոնց ասեմ, սննդային աղբ են ուտում, սնունդ չեն ուտում։ Դե այդ որպես առանձին նաև մասնագիտացված որպես որակավորում ստացած որպես մանկական նուտրիցիոլոգ, դե մեծահասակներին էլ 5-րդ մակարդակի նուտրիցիոլոգ, սապրավազենիա, ուղեկցություն, անալիզների վերլուծություն, համապատասխան ծրագրերի եւ բժիշկների ուղղորդով։ Խոսքով լայսֆերայ։ Իսկ ինչ սննդային միֆեր գիտեք, որ օրինակ ասում են անանաս եթե ուտես կնի հարես, կոկա-կոլան կա 0% շաքարով, շաքար չի պարունակում եւ բոլորը դա օգտագործում են, նույնիսկ այն մարդիկ, ովքեր շաքարային դիաբետ ունեն, ես ծանոթներ ունեմ։ Ինչ միֆեր գիտեք։ Տեսեք, շաքարը ինքը եթե չի պարունակում, բայց շաքարի շարքից, փոխարինիչներից լիքը պարունակում է, եթե ինսուլինի վրա, ենթաստամոքսային գեղձի վրա չի հարվածը գնում, գնում է լյարդի վրա։ Այնպես որ լյարդը ամենալուրջ պատասխանատու օրգանն է այս պահին, ամբողջ համակարգը որ մաքրելու, այնպես որ տենց միֆեր կան, բայց այդպես չկա։ Կա սնունդ եւ կա սննդային աղբ։ Ես կոկա-կոլան եւ առհասարակ ոչ թե կոկա-կոլան ցանկացած քաղցր, գազավորված, չգազավորված, նույնիսկ տնային կոմպոտները, որոնք փչացնում են շաքարով, փակելով, դրանք համարվում են սննդային աղբ։ Այդ տնային կոմպոտից խոսեցիք, ես գիտեմ մեծ ընտանիք ունեք։ Այո։ Ինչպես եք վերահսկում իրենց ճիշտ սնունդը եւ արդյոք լինում է որ իրենք ինչ-որ մի բան ուտեն, պատվիրեն fast food ասվածը եւ դուք հանկարծ տեսնեք, որ իրանց արգել եք այդ պահին։ Միշտ գիտեմ, որ ես արգել, ես չեմ սիրում։ Դու ոչ թե չեմ սիրում, համել ինձ համար տհաճ է։ Ես որ ուտում եմ, հետո ինձ լավ չեմ զգում, բայց երբ որ այդպես անում են, ես խոսում եմ, հետո ասում են, լավ, այս մի անգամը, ասում եմ դուք եք ընտրում, քան երիտասարդ եք, բայց եթե տան անդամներն էլ գիտեն, ասում են, այսօր չխոսաս մեր վրա, մենք այսօր բացառություն ենք ամ, ասեմ, լավ, օքեյ, դե չի խանգարում, բայց ամեն դեպքում, եթե գաղտնիք ասեմ ձեզ, տան մեջ ուտում են այն, ինչ կինը պատրաստում է։ Եթե կանետի չեղավ, բնականաբար ես չեմ առնում։ Ինչ եթե մատերս կկտրտեն, նոր կարող է, բայց չեմ առնում։ Եթե իրենք առնեն, թող իրենք առնեն ուտեն։ Ես անձամբ չեմ առնում ու այդ դեպքում ստիպված եմ ուտում այն, ինչը որ ես եմ պատրաստում, բայց շատ լավ եմ պատրաստում։ Չեմ էլ կասկածում։ Իսկ այո, դուք օրինակ, եթե հրավիրված եք լինում ինչ-որ մի խնջույքի եւ բնականաբար այդ խնջույքի տեղը չի լինի այն սնունդը, ինչ որ դիետոլոգ, նուտրիցիոլոգ մասնագետը գիտի թե ինչն է օգտակար, չկա այդ օգտակար սնունդը, ինչ եք ինքներդ դուք օրինակ ընտրում սեղանից, որ ուտեք։ Չկա տենց բան, որ սեղաններին չլինի։ Մեր հայկական սեղաններին միշտ կանաչի կա։ Պամիդորը, լոլիկը, հա, պամիդորը, բանջարեղենը, բոլոր տեսակի կա։ Ես խուսափում եմ ձեթային մայոնեզային աղցաններից, դրանք չեմ ուտում, կամ հնարավոր է մի փոքր, բայց առհասարակ խուսափում եմ։ Հենց թարմ բանջարեղենը առանց այսպես ոչ մի բանի եմ սիրում, այդտեղ զեյթուն, որ օգտագործեմ միսը, բոլոր տեսակի մսերը, խորովածը, դրանք պարտադիր օգտագործում եմ շատ համով։ Շոգեխաշված բանջարեղենը նույնպես։ Իհարկե։ Շատ լավ։ Հաճարներ մեր հայկական, արիշտանել եթե իհարկե, այդտեղ, բայց եթե մեկ կարագով եմ, ես խուսափում եմ, որովհետև հիմնականում մենք ձեթն ու կարագը, որը օգտագործում ենք, իրենք ձեթ ու կարագ չեն, էլի սննդային աղբի շարքից են։ Իսկական ձեթը, իսկական կարագը կամ յուղը իսկապես, հա, իրենք շատ քիչ քանակությունը նորմալ հագեցնում է, ավել ուտելու կարիք չես զգում։ Շատ շնորհակալ եմ Մարինե ջան։ Մենք անցնում ենք մեր հաղորդման երկրորդ մասին, բլից հարցաշար է լինելու։ Որն է Մարինե Գևորգյանի կնոջ առաքելությունը։
Ես սիրում եմ լավն ու բարին, առողջը ու սերը սերմանել իմ շրջապատում, եւ ընտանիքում, եւ իմ ընկերների, եւ հարազատների, եւ առհասարակ մարդկության մեջ սիրում եմ սեր ու բարություն սերմանել։ Ինքդ քեզ ինչ երևույթի հետ ես ասոցացնում։ Ինքս ինձ, ես ինչ բարդ Ես անընդհատ փնտրտուքների մեջ եմ, եթե ես կանգնեմ լճանամ, այդ իմ վերջը կլինի։ Ուրեմն ես չեմ լինի։ Քամի եք դու։ Ես կրակ եմ ավելի շուտ, սիրում եմ անընդհատ այնց գտնեմ, փնտրեմ, ընդլայնեմ տեսահորիզոնս։ Մեկ օրով որ պատմական կնոջ կյանքով կցանկանայիք ապրել։ Պատմական կնոջ Էլիզաբեթ Թեյլոր։ Օ, շատ լավ է։ Ձեր կյանքի կարգախոսը։ Եթե չես կարող օգնել, մի վնասի։ Ես սիրում եմ կյանքը, որովհետև շարունակեք։ Որովհետև այն մեկ անգամ է տրվում։ Հիանալի է, շատ շնորհակալ եմ Մարինե ջան։ Ուրախ եմ։ Մեր այսօրվա հյուրն էր դիետոլոգ խորհրդատու Մարինե Գևորգյանը։ Շնորհակալություն։